Աստվածաշնչյան ընթերցանություն Ամեն առավոտ Չարլզ Սպերջեն Հոկտեմբերի 4 Իրիկնաժամին լույս պիտի լինի Զաքարիա 14:7 Հաճախ մենք անհանգստություն ենք զգում, սպասելով ծերությանը, մոռանալով, որ իրիկնաժամին լույս պիտի լինի։ Շատ հավատացյալների համար ծերությունը կյանքի լուսափայլ շրջանն է։ Անմահության ափերին մոտենալուն զուգահեռ նավաստին ավելի մաքուր օդ է շնչում, ծովն ավելի է խաղաղվում, իսկ շրջակա տարածությունում սկսվում է թագավորել անխռով և փառավոր լռությունը։ Ալևոր հասակի բարձրունքից անհետանում է երիտասարդ կրակի փայլը, բայց ճշմարիտ մաքուր հավատի իրական խարույկը նախկինի նման վառ է մնում։ Ուխտավորները հասնում էին այն երկիր, որ կոչվում է ամուսնացած։ Եսայա 62:4 Այն երջանիկ երկիր, որ կոչվում է դրախտ երկրի վրա, ուր այցելում են հրեշտակները։ Այնտեղ ամեն կողմերից փչում են քամիները, այն զարդարված է դրախտային ծաղիկներով, իսկ շրջակա տարածությունը լցված է սերովբեների գերող երաժշտությամբ։ Ոմանք այդտեղ ապրում են տարիներ շարունակ, մյուսներն ընդամենը մի քանի ժամ մինչև մահը։ Եվ այնուամենայնիվ դա դրախտ է երկրի վրա։ Մեզ համար հաճելի է կանխավայելել այն ժամանակը, երբ մենք հանգստանալու ենք դրա ստվերախիտ պուրակներում, և մխիթարել մեզ այդ հույսով, մինչև այն կիրագործվի։ Օրվա վերջի լուսատուն ավելի մեծ է թվում, քան գագաթնակետին, իսկ մայրամուտի արևին շրջապատող բոլոր ամպերը շողում են փառքի շքեղությամբ։ Ցավը չի խախտի մեր կյանքի երեկոյան մայրամուտի խաղաղությունը, քանի որ ուժը, որ գործում է տկարության մեջ, մեզ համբերություն կտա այն հաղթահարելու։ Հոգևոր փորձառության հասունացած պտուղներն ընտրվում են մայրամուտի օրերի ուրախընջույքի համար, երբ հոգին պատրաստվելու է հանգստին։ Աստծո ժողովրդի համար լույս է հայտնվում նաև գնալու ժամանակին։ Անհավատությունը սգում է, ստվերները թանձրանում են, մոտենում է գիշերը, կյանքը մոտենում է ավարտին։ Օ ոչ, բացականչում է հավատը, գիշերը գրեթե ավարտված է, ուր որեք սկսվի իրական օրվա արևածագը։ Արդեն ծագել է լույսը, անմահության և հոր երեսի լույսը։ Պատրաստվիր ճանապարհի, քանի որ հրեշտակները սպասում են մահճակալիդ մոտ։ Հաջողություն, սիրելի, մեզ լքելով հրաժեշտ տուր ձեռքով, և ահա քո հետքը կորավ, ահա և նոր լույսը։ Մարգարտե դարպասները բաց են, հասպիսագույն լույսով փայլում են ոսկե փողոցները։ Մենք փակում ենք աչքերը, բայց դու արդեն տեսնում ես այն, ինչ անտեսանելի է մեզ համար։ Ցտեսություն, եղբայր, դու արդեն լույսի մեջ ես, իսկ մեզ համար դեռ շարունակվում է երեկոն։